Շնորհակալություն, պարոն նախարար, շատ կարևոր փոփոխություն եք անում, մանավանդ առևտրաարդյունաբերական պալատի մասով ես հարց ունեմ, նախ վերջին տարիներն իսկապես այդ կառույցը վերածվել է երևի թե տենց ոչ մի բան չանող հիմնականում կառույցի, այսինքն տեսանելի միջավայրում եւ ես կարծում եմ այս պատճառով է նաեւ հասունացել այս փոփոխությունը իմ հարցը նաեւ վերաբերվում է թե այս փոփոխությամբ նաեւ արվում է արդյոք ինչ-որ փոփոխություն պալատի նախագահի ընտրության հարցում եւ արդյոք այստեղ նաեւ փոփոխություն նախատեսում է թե ոչ, որովհետեւ սա մի կառույց է, որը իսկապես բավականին մեծ պոտենցիալ ունի իր մեջ եւ էկոնոմիկայի նախարարության համակարգման ներքո միգուցե այն շատ ավելի բան կարողանա անել, քան հիմա է կարողանում անել եւ նաեւ նախագահի ընտրության կարգի մասով։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Հակոբյան հարցի համար։ Տեսեք, ես սա ուրախությամբ չեմ ասում, բայց այսօր պետական կառավարման մարմինները շատ ավելի շատ թափանցիկ են, քան շատ այլ մարմիններ մեր երկրում եւ երբ որ մենք տեսնում ենք, որ որոշ ոչ պետական կազմակերպություններ աշխատում են շատ ավելի անարդյունավետ, քան կառավարությունը, տեսնում ենք որոշ նաև կոռուպցիոն ռիսկեր, տեսնում ենք ոչ թափանցիկ գործելաոճ, տեսնում ենք բիզնես պրոցեսների երկարացում, մենք ստիպված ենք գործառույթները վերցնել մեր ձեռքը եւ արագացնել պրոցեսները։ Սա անում ենք ոչ այդքան մեծ հաճույքով, որովհետև սա աշխատանք է, բավականին մեծ ծավալի աշխատանք է, որը մենք ստիպված ենք անել, բայց ստիպված ենք անել, որովհետև մեր արտահանողներին դա պետք է։ Արձագանքեք, շարունակեմ։ Պարոն Պապյան, իհարկե ես հասկանում եմ ինչ նկատի ունեք, բայց միանշանակ այս քայլը պետք է արվի, որովհետև ոչ միայն տվյալ պալատի պարագայում, այլ ես կարծում եմ, որ պետք է ընդհանրապես խորանալ եւ այս կառավարման մասով հասկանալ եւ միգուցե շատ կազմակերպություններ պետք է այսպես արվի։ Լիովին կիսում եմ ձեր կարծիքը, թե թափանցիկության առումով, բայց նաև ուզում եմ նշել, որ բյուրոկրատիայի առումով, կամայական վերաբերմունքի առումով եւս բավական այստեղ խոսակցություններ կան եւ կառավարման մասով նաև խոսակցություններ կան։ Եվ շատ չափազանց կարեւոր է, որ ձեր գերատեսչությունը երբ սկսի նաև այս հարցերով զբաղվել, հասկանալի լինի, թե կառավարման մոդելի փոփոխություն տեղի ունենալու է, թե չէ, ինչ պետք է արվի, որ արդյունավետությունը բարձրանա, որովհետև այո, տվյալ պալատի գործունեությունը արդյունավետության մասով բավականին ցածր է։ Շնորհակալ եմ, պարոն Հակոբյան, ես էլի համաձայն եմ ձեր հետ, որովհետև մենք շատ հաճախ ես տարբեր երկրների հետ, երբ որ մենք աշխատում ենք, տեսնում ենք, թե ինչքան պրակտիկ գործունյա կառույցներ են նմանատիպ կառույցները, այստեղ մեր դեպքում խնդիրը հետևյալն է, մենք կարծում ենք, որ պալատի ներքին գործերին այս փուլում միջամտելու անհրաժեշտություն չկա, ինքը պալատի անդամները իրենք պետք է իրենց հարաբերությունները կարգավորեն եւ մենք ուրախ կլինեինք, որ չունենայինք այդպիսի ազդակներ հասարակությունից, բիզնեսից, որպեսզի ստիպված լինեինք այսպիսի գործողություններ անել, սա է պատճառը, մնացած մասով ես կարծում եմ, որ պալատի գործն է, իրենց ներքին կառուցվածքային հարցերն են, մենք այդքան շատ այնտեղ ազդեցություն չունենք, մեր ազդեցությունները, լիազորությունները սահմանված են օրենքով եւ այստեղ էլ չունենք, պարզապես օրենքով խնդրում ենք ազգային ժողովից վերցնել տալ մեզ այդ հնարավորությունը։